Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ կներեք մի փոքր ու ժամի եմ եթեր մտնում, բայց փորձեմ շատ երկար չպայել եթերը, ամեն դեպքում կխնդրեմ կիսվել ու քանի որ տեղադրելու եմ նաև եթերը YouTube-յան ալիքում, ապա խնդրում եմ գրանցվել նաև YouTube-յան ալիքին, ես շուտով երևի այնտեղ արդեն նորից կսկսեմ շարունակել հիմնական եթերները Դե ինչ երում է կարելի ասել, բայց անկեղծ ասած մի տեսակ կարոտել էի, վատ բան եմ ասում, բայց այդպես է, էլի։ Կարծես այն արթնանում են բոլորը, եւ խոսքը միայն 26 թվականի հետ կապված չի։ Իհարկե առաջնային 26 թվականն է, բայց ընդհանուր աշխարհ քաղաքական ամեն բան։ Մի քիչ զրուցենք տարբեր թեմաներից եւ իհարկե նախ եւ առաջ թե ինչ են ակտիվացել հենց ջահելները խոսքը ես նրանց անվանում եմ 5-րդ Շարասյան երկրորդ էշելոն այսքան տեսեք ոնց է ստացվում շատ լավ հաշվարկելով 5-րդ Շարասյոնը հասկացել է որ 26 թվականին շանսերը իր զրոյական են ինչպես որ խոսք է տվել եւ խոսք ենք տվել մենք բոլորս որ նրանք շատերս որ 26 թվականին նրանք այդ աստիճանները ազգային ժողովի մոտիկից չեն տեսնելու հենց մի պարզ պատճառով որ ոչ մի բան պետության համար չեն նրանք հակապետական ուժեր են եւ Քոչարյանն ինչպես որ ժամանակին ասում էր որ պետքա մեր դեմքը չերևա իմ դեմքը չերևա հասկանալով որ իրեն ժողովուրդը ոնց է վերաբերվում բնականաբար հիմա երկրորդ էշելոնին են առաջ գցում այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր եղել են նրանց օգնականները, եղել են նրանց երեխաները, սանիկները եւ այլն, սրանց հիմա պետքա բերեն առաջին պլան, մարդիկ նրանց դեմքերը տեսնեն, ծանոթանան եւ արդեն 26 թվականին նրանք կլինեն հեղինակություն եւ բնականաբար ձայներ կկորզեն։ Այդ ժամանակ եթե մենք օրինակ ասենք որ այս ուժը Քոչարյանինը կամ Սերժինն է, այն մյուս ուժը այսպես շատերը չեն հավատալու, շատերը դարձյալ մտնելու են դիսկուրսի մեջ երկխոսության ու փորձելու են պնդել, որ մենք սխալվում ենք, ինչպես որ Գյումրիի պարագայում էին ասում, հա, ու այսպես շարունակ։ Այս ամեն ինչը հաշվարկել են ու երկու ուղղությամբ են գնում պլանները, ու պլան երրորդ էլ կա, բայց ամենայն դեպս առաջին երկուսը ասեմ, այսպես են մտածում, իրենք իրենց դեմքերով իհարկե կմասնակցեն ընտրություններին, բայց կստացվի կմտնեն, չի ստացվի ոչինչ, հիմնականում պետք է երկրորդ էշելոնը անպայման մտնի և այս երիտասարդները դարձել են էլ բլոգերներ, դարձել են էլ, չգիտեմ, պոդքաստ վարողներ և այլն և այսպես շարունակ, այսքան ձեր աչքը սովորեցնում են իրենց, ինչու ոչ հնարավոր է մի երկու հուզական շրջանակներում ձեր սրտով բաներ անեն ու դուք անպայման ձեզանից շատերը գուցե և նորմալ վերաբերվեն ու սկսեն նրանց ինչ-որտեղ նաև սատարել։ Ինչպես որ եղել է օրինակ Արթուր Շախոյանի մասով, երբ ես անկեղծ ասած շատ հազվադեպ, երբ որ ինձ հարցնում է ինչ կարծիք ունեմ, ես իմ կարծիքը շատ պարզ ասում էի, բայց շատերը ասում են, չէ, դու սխալվում ես, ինքը գնում է, բաները բարձրաձայնում, խնդիրներ եւ այլն։ Հիմա խնդրում եմ ներկայացրեք մի խնդիր, որը իսկապես բարձրաձայնել է հանրության օգտին։ Ոչ մի բան չեք տեսնալու։ Նա մի տարվա չափ մոտավորապես պասիվացավ եւ ուժերը հավաքեց արդեն 26-ի համար կոնկրետ ներկայացուցիչների մասով։ Չգիտեմ, այսօր դիտել եք Ազատ շփում հաղորդումը, թե ոչ, երևի որ դիտեք ավելի հեշտ կհասկանաք կմբռնեք ինչի մասին է խոսքը, օրինակ տեսեք, հա, Մեսրոպ Մանուկյան, ով եղել է մի գեներալի օգնականը, այնտեղ Մայր Հայաստան դաշինքում կա մյուս գեներալի օգնականը, այնտեղ կային մի հատ ռուբոկար հայհոյախառն լեքսիկոնով հանդես եկող, որ հարբած գնացել էր ազգային ժողով, դա կա նրա երեխան կա, մի խոսքով, իրենց ու տեսեք ինչն է ստեղ հետաքրքիր, այստեղ Քրիստինե Վարդանյանի գործունեությունն է, որ լավ ուսումնասիրվել է, օրինակ, երբ որ ազգային ժողովում հակադարձում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը,
երբ որ ասում այ ձեր ժամանակ բա ինչ էր, բա դուք քիչ եք անում, Քրիստինե Վարդանյանի ու նրա նման երիտասարդների մասով ասում են, իսկ մենք ինչ պիտի անենք, մենք նոր ենք падգամավոր, մենք չենք եղել այն ժամանակ, հասկանում եք, ու շատ քիչ է, քիչ են աշխատանքները գնում այն ուղղությամբ, որ ամեն դեպքում դու ներկայացնում ես քաղաքական ուժ, ու խոսքը քաղաքական ուժի մասին է, անձերի մասին չի։ Բայց երբ որ անհրաժեշտությունը առաջանա, շատ դժվար է լինելու սա քաղաքացիներին բացատրել, որովհետև ինչու է դժվար լինելու։ Ոչ թե քաղաքացիներն են դժվար ըմբռնելու, այլ խնդիրը հետևյալում է։ Տեսեք, պատկերացրեք 500 հատ կայք, որից 490-ը մի ուժի է պատկանում, 10-ը նեյտրալ են կամ 10-ից 1-2-ը էլ ինչ-որ ուժի պատկանում է, մի 7-8-ը նեյտրալ են։ Պատկերացրեք, այս 450-ը ասում են, որ մածունը սև է։ Ու այս 10-ը ասում են սպիտակ է։ Որքան էլ որ իրենք ճիշտ են ասում, 500 հատի մեջ ամեն մեկիդ այդ նյութը հանդիպելու հավանականությունը 1-ին 50 է, քչանում է։ Հասկանում եք։ Ու քանի որ քչանում է, ստացվում է, որ իրանք երկրորդ օրը արդեն ասում են, չգիտեմ ինչը կապույտ է, ես իմ ինչը, ու կարողանում են թելադրող լինել այս դաշտում, տիրույթում ու խաղալ մարդկանց չիմացության կամ խորքային ուսումնասիրություններ անելու ցանկություն չունենալու հետ։ Մենք ամեն ինչը երբեմն ես եթերը անելուց ինձ թվում է ասելիք չեմ ունենա, որովհետև կարծես թե ես ամեն ինչ ասել եմ, ամեն ինչի հետ կապված ամեն ինչ ասել եմ, բայց այնուամենայնիվ մարդիկ են լինում հարցեր են տալիս։ Նախ օգտվելով այս հնարավորությունից ուզում եմ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, ովքեր շատ են ինձ զանգում ու գրում, թե ուզում են հասկանալ ինչ է կատարվում Հայաստանում եւ այլն, ձեզ ասեմ հարգելիներս, Հայաստանում շատ բան չի կատարվում, գրեթե ոչինչ չի կատարվում, ամեն ինչ կատարվում է Facebook-ում, համացանցերում, որտեղ որ փորձում են ինչ-որ բաներ անեն։ Իսկ ընդհանուր առմամբ շատ բան չկա, ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք եւ շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր անընդհատ զանգում են ինձ ու իրենց աջակցություն են հայտնում որևիցե գործունեություն սկսելու պարագայում, պատրաստակամություն են հայտնում միանալ եւ այլն։ Շատերը անգամ համբերությունները հատած, բայց ես չէի ցանկանա, որ այդ տրամադրություններով ինչ որ բան ձեռնարկենք, որովհետեւ մանիպուլյացիաներն ու սադրանքները տեսնում եք ինչ աստիճանի են հասել ու դեռ կհասնեն։ Իհարկե, այս ամեն ինչը պլանավորվում է որոշ աշխատասենյակներում, որոշ գրասենյակներում պատրաստվում են, մարդիկ մի թղթի վրա գրում են ինչ ունեն, ինչ չունեն, ինչ կա իրականում փաստերը եւ փորձում են հասկանալ, որ դաշտում ինչպես կարող են մանևրել, հա։ Ես մի հասարակ բան ասեմ, օրինակ Վահագն Ալեքսանյանի նկարները, որ տարածվում է, մեկն էլ ինչ-որ մի էշություն գրել էր, մտել եմ մոտը գրում եմ, ասում եմ, հա, ու ինչ իրանց արևին պախարակման պրոցեսն է, դա, ասենք, KGB-ի գործառույթներից մեկը թիրախային մարդու անունը վերցնեն ու սկսեն պախարակել նրա կնոջը, նրա ընտանիքի անդամներին, փորձեն այդ մարդուն վարկաբեկել, չգիտեմ, նարկոման, ալկաշա, ես շատ գիտեմ, իրանց ձևերի ռեպերտուարով։ Սա բնականաբար, եթե մի օրը 50-100 կայք անընդհատ ասի, սկսելու եք հավատալ, ուզեք թե չուզեք, որովհետև ասելու եք դե առանց ծուխ կրատք չի լինում, բայց արիուտես, որ նման դեպքերում այո լինում է։ Ուրեմն Վահագն Ալեքսանյանի մասով կհիշեք Վահագն Ալեքսանյանը ազգային ժողովում նիստերից մեկի ժամանակ հակադարձելով ընդդիմադիրներին ասաց, որ ինքը ծառայել է բանակում ու իրեն անդրավարտիկ օրինակ չեն տվել, այլ իր ընտանիքն է իրան բերել այդ բաները, հա, դրանով բավարարել։ Բանակը երբեք իրան չի տվել։ Ինչը վերածեցին ծաղրու ծանակի եւ անուն կնքեցին իրանց արևին անդրավարտիկ Վահագ։ Ու այսօր ես անընդհատ տեսնում եմ այդ նյութերը, որ տարածում են, այդ անունով են գրում, էլ բա անդրավարտիկ Վահագը ու սկսում են ծաղրել։ Հիմա ես այս ապուշներին, սրիկաներին մի հասարակ բան ասեմ, էլի։ Նրանցից մեկի հետ դիսկուրսի մեջ եմ մտել, մինչև մի չի պատասխանում, ասում եմ դու որտեղ ես ծառայել ու որտեղ կոնկրետ չի ասում, որովհետև ինքը շատ լավ գիտի, հենց ասի որտեղ նա ծառայել, ես իրան հարցնելու եմ։ Իսկ դու ծառայության ժամանակ բանակը քեզ Անդրավարտիկ, կներեք, իսկապես, տրուսիկ տվել է, նասկի տվել է,
Հասկանում եք։ Ու երբ որ սրա մասին այսինքն այս սրիկաները փոխանակ վերցնեն ու այդ թեմայի շրջանակներում ճիշտ հակառակ այն մարդիկ ովքեր պատասխանատու են եղել դրանց դեմ խոսեն նրանք թքած ունենալով բոլոր ժամանակներում բանակում ծառայած տղերքի վրա շարունակում են ծաղրել այն ինչը որ իրականությունը դու ասում ես հասկանում եք դե առավելապես աչքի են ընկնում ջիհադիստները մեր սրբազան բանը պայքարը դե սրբազան պայքարը դա հենց ջիհադն է եթե ուզում եք իմանալ ես իրենց ջիհադիստ եմ ասում ու հենց այդ բանով տերմինոլոգիայով ինչ որ կա իրանք են ասել որ իրենք ջիհադիստ են հա սրբազան պայքարիստը ջիհադիստն է Հիմա ես ուզում եմ մի բան հասկանամ օրինակ եթե դիտվի սպառնալիք սատկած մուկը մարդու դրան առաջ դնելը ու որոշակի խուլիգանական գործունեությունը ու ոստիկանները գան ձեր հետևից ինչ եք անելու դուրս եք գալու վազվզեք այս կողմեն կողմ ասեք վայ տեսեք հարայ հասեք չէ մեզ բան են անում խոսքի ազատությունը եւ այլն կամ օրինակ բերենք ձեր տաներ եթե ձեզ թվում է ձեզ դեմքերով Գնել դու որտեղ ես ծառայել, որ թվերին Գևորգն ասում։ Գևորգյան ծառայել եմ 97-99 թվականներին Լեռնային Արցախում, Լեռնային Ղարաբաղում։ Արցախում եմ ծառայել, 6 հատ էլ չաստեմ պերևոդ եղել, տենց է ստացվել իմ ճակատագիրը, այսինքն վայանի բիլետից մեջ 6 հատ պեչատկա։ Ղարաբաղում եմ ծառայել, եթե մանրամասներ են հետաքրքիր, սիրով պատրաստ եմ, եթե դա հարց է լուծում։ 97-99 թվականներին եմ ծառայել։ Բայց դրանից ծառայությունից հետո մի որտես միշտ եղել է Ղարաբաղում ու միշտ կապ եմ ունեցել բանակի հետ։ Ոչ թե ծառայել եմ, դրանից հետո անցել եմ պետական ծառայություն, չէ, պարզապես տենց է կյանքը ստացվել։ Տարբեր այն ժամանակ ինչ որ համերգային ծրագրեր էին կազմակերպում ՊՆ-ով գնում ենք, հետո ես առանձին վերցրած եմ սկսել գործողություններ անել եւ այլն եւ այսպես շարունակ։ Ես չգիտեմ ինչ էիր հարցնում, եթե գրես ինչ էիր հարցնում, շատ ավելի շնորհակալ կլինեմ։ Մերսի Գևորգյան Չէ, եղնիկներ չեմ եղել եմ Չոր, Ասկերան, Բալուջան, երկու մարտունիները, վերջում եղել եմ ԺԴ-ն հիմա չկա եւ եթե ցանկանաս ԺԴ-ից կպատմեմ, ԺԴ-ն իր արևին նարուստիցիաների բատալյոն էր, որտեղ որ բերում էին այն զինվորներին, յանի որ տենց մի քանի չաստ արդեն պերևոդ են եղել, հասկանում ես խոսքը ինչ եմ ասել, բերում էին այդտեղ։ Իսկ ԺԴ-ի ծառայությունից եթե ես պատմեմ, շատերը կզարմանաք, այո, ԺԴ-ում 30-ից ավել զինվորներ ենք ու մեզանից շատերին օգտագործում էին Արցախը իրենց տան հայատները կառուցելու եւ այլն օրինակ ասեմ Արմեն Աբգարյան կար Զամպալիտ արմի իրանց տանը ես ուստաղբոյի հետ բանը իրանց տան մրամրի աբլիցովկեն էինք անում Չէ, Ամուլիայի մոտ ոչ թե ծառայել եմ, այլ Ամուլիայի տանը իր մարմարից աբլիցովկեն ենք անում, որտեղ բանվորի փող չէր զամպատիլ, հա, կներես, որովհետև փող չէր ուզում տար։ Ստեփանակերտի հերրախոսի գծերը, ասֆալտները փորելով, բանով, քաշում ենք, իհարկե իրանք երևի բանվորի փողերը ուտում էին, մեր զինվորներին էին տանում։ Ուզում եք ավելի բան ասեմ, Սամվել Բաբայանի հորտանն էլ եմ եղել Ես բայց էդի լավ տարբերակներ, որ չաստից դուրս էի գալիս, որովհետև չաստի ներսում էլ զինվորները շատ ավելի ծանր վիճակում էին լինում, ասենք իմ պարագայում ես էդի կպցրել էի, էլի սենց ասեմ, որտեղ չաստում էլ բանը սնունդի պահեստներն էր այնտեղ ու բեռնակիր էին աշխատում զինվորները ու ասենք լինում էր 1000-1500 տոննայով կարտոֆիլ էր գալիս Պարսկաստանից մյուս այդ զինվորներն էին դատարկում բարձում բայց չէին էլ կարող ինչ որ մի բանի հանկարծ կպնեն հենց կպնեն շատ վատ էր լինելու այն կողքն էլ մետալալումներ այսինքն Պարսիկը գալիս էր իմիջիայլոց կարտոշկեն որ ասեմ ինչ կարտոշկա պատկերացեք յաշիկների մեջ լցած կամ մեշոկի մեջ լցած հոսած ձեռը էր տալիս մատերը խրվում էր մեջը լեղկած փտած հոտը սպանում էր բայց այդ էր գնում զինվորներին Հասկանում եք այդ թողնում էին բանը մետալալումը բարձում էին գնում էին չգիտեմ հետո հախուաշիվը մնացած ոնց էին անում այդ արդեն տեղյակ չեմ մի անգամ էլ աչքից դեմը բերեցին ոսկու ավազ բարձեցին որպեսզի մի հատ Պարսկաստանում ստուգեն ինչ այն չի մի խոսքով լավ սիգարետներ կան այդ պայեսում չէ սիգարետներ ես քեզ ասեմ մի հատ վագոնչիկ կար գոմեշի էր թե ուխտի էր քո ասած միսը սիգարետներ կային
վագոնշիկում ռոդոպի եւ շիպ կա, բայց դա իրանք էին տանում ծխում, մենք եթե կարենայինք արանքից մի բան թրցնեինք, չէ։ Ну, սնունդի մասին եկեք չխոսամ, որ չստացվի տենց բանը, բայց շատ ծանր էր այնտեղի զինվորների վիճակը այդ առումով։ Մենք մեր աշկի դեմը տեսնում էինք օֆիցերները ոնց են գողնում, ինչքան են տանում, ով ուրա տանում, սա տեսնում էինք հասկանում, ամեն ինչը ես տեսել եմ այդտեղ, ԺԴ-ում կոնկրետ ամեն ինչն եմ տեսել, մենակատեղի ծառայությունը ինձ ցերիկ է եղել։ Գիտեք, իմիջայլոց այստեղ քանի որ ծառայությունից գնաց Գևորը բան հարցրեց, հիմա ես ձեզ մի բան ասեմ, ժողովուրդ ջան, այսօր Ռոման Բաղդասարյանի եթերն էին նայում, համառոտ այդ հացի հետ կապված պատերազմի օրերին, ասեմ, որ ընդհանուր առմամբ ճիշտ է ասում, իհարկե սոված չի մնացել պատերազմ, չենք մնացել պատերազմի ժամանակ, չգիտեմ որտեղ ոնց, ամենայն դեպս որքան որ ես եմ շրջել, այդ խնդիրը չի եղել, բայց հացի մասով կոնկրետ հացը, լավաշը կամ հացը բորբոսնացա միշտ եկել այդ հաստատ, բայց առանց հաց ենք կերել, ուտելիք եղել է, սենց ասեմ, ամեն դեպքում դա ռազմավարությունը, ռազմական գործողությունների մի մասն է, որը պիտի ապահովես։ Իհարկե անունը կարող են դնել, որ սնունդը լինում էր, որ սնունդը այդքան չէ, ինչքան ջուրը, որ մի երկու օր ուշանում էր, մի քիչ ծանր վիճակում հայտնվում ենք, բայց այդ էլ որովհետև բանը բանի տակ էր, կրակի տակ էր վերցրած լինում ճանապարհները, դրա համար մեքենան չէր կարող գալ, պատերազմ էր այդպես։ Բայց հացը այո, բորբոսնացա միշտ եկել, ոչ ոք չի կարող ասի, որ իրանց մոտ բորբոսնած հաց կամ լավաշ է, այդ է եղել, կողքերից կտրտում էինք, բորբոսը դնում էինք, կամ հենց բորբոսնել հետ ուտում։ Բայց այդ դրա մասին չի ուզում խոսել, այլս 5-րդ Շարասյան գործունեության մասին, ովքեր որ հերթով չըստեն տալիս Պուտինին, ասում են մենք տեղում ենք եւ պատրաստ ենք կատարել ձեր բոլոր հրահանգները։ Հիմա ժողովուրդ ջան, եկեք մի հատ sense բան հասկանանք։ Նայեք, Սերժենք գնացին մի հատ կոշիկները լզեցին եկան, հետևից Քոչարյանը մի հատ կոշիկները լզեց, Քոչարյանի սաղ թևը Բալասանյանը դե այսօր вообще գմփծրեց, բանը Սրբազան շարժում կորած ջիհադիստները այն կողմից ու ինչն է հետաքրքիր։ Բոլորը փորձում են քաղաքացիներին ցույց տալ, որ Մոսկվայի դաբրոյով իրենք կարող են նշանակվել։ Ու ամեն մեկը փորձում է ստանալ Մոսկվայի դաբրոն։ Ոչ ոք չի ցանկանում ստանալ ժողովրդի դաբրոն։ Ուրեմն, այսինքն ոչ մեկ ձեր հետ չի աշխատում, ու ասի ժողովուրդ ջան, ինձ կընտրեք, որ խնդրեմ։ Չեն աշխատում, ասում են դու հետ ժողովուրդ։ Ես ինչքան պետքա քեզ մլը մաշացնելու եմ։ Ինձ Պուտինի դաբրոնապետ, որովհետև Մոսկվայի դաբրոնը իմ համար ավելի թանկ է, քան դուք բոլորը 3 միլիոնը իրար հետ վերցրած։ Եվ պետությունն էլ հետը։ Այս ամենը դրա մասին է։ Այդ են արտահայտվում, այդ են ասում ամեն օր։ Իսկ Բալասանյանը, ով ինչ-որ բաց նամակ էր գրել, Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրեր էր հիշել, ասում է մենք բանա Ռուսաստանը միշտ թույլ է տվել մեզ ապրենք մեր հայրենիքում եւ մեր պետականությունը պահպանենք։ Գյուլիստանի ու բանի Թուրքմենչայի պայմանագրով դու պետականություն չես ունեցել, չէի կարող ունենալ։ Սկսենք այդտեղից, էլի։ Այս կապիկությունները ես չգիտեմ ինչքան պիտի ձգվի, էլի։ Ուրեմն Գյուլիստանի պայմանագիրը մոտավորապես հետեւյալն է, ժողովուրդ ջան, քանի որ Արևելյան Հայաստանը գտնվում էր Իրանի, Պարսկաստանի ժամանակվա բանի տակ, տիրապետության տակ, այսինքն ենթարկվում էր ամբողջովին Պարսկաստանին, հարկերը մուծում էր Պարսկաստանին, թուրքերը Պարսկաստանին, Պարսիչը ինչ ասել խելոքուլի պես։ Պիտի անենք այդքան բան, ապրում ենք Արևելյան, ոնց Արևմտյան Հայաստանը ապրում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ, այդպես Հայաստանը ապրում էր Արևելյան Հայաստանում ապրում էին Պարսկաստանի տիրապետության տակ, ոչ մի պետականության մասին խոսք գնալ չէր կարող, հայ երիտասարդները ծառայում են պարսկական բանակում եւ այլն եւ այսպես շարունակ։ 1804-1810 եթե չեմ սխալվում թվականներին սկսվում է ռուս-պարսկական պատերազմը եւ Ռուսաստանը, ցարական Ռուսաստանի մասին է խոսքը, ցարական Ռուսաստանը հասնում է արդյունքների, ինչի արդյունքում հաղթանակի, ինչի արդյունքում կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը։ Գյուլիստանի պայմանագրով Ադրբեջանի ներկայիս տարածքը, Հայաստանի ներկայիս տարածքը, Վրաստանի տարածքը իր հատվածաբար կամ մի խոսքով, ընդհանուր առմամբ սա պարսկական տիրապետությունից տեղափոխվում ու կցվում է ռուսական կայսրությանը, այսինքն դա հաղթել է պատերազմը, ասում է, իմը պիտի լինի, ասում է, օքեյ, դա տարածեմ, խելոք ես իմ համար ապրեմ։
Անցնում է մի 10 տարի, մուսուլմանական աշխարհը դարձյալ զգում է, որ ուժեղացել է եւ Պարսկաստանը նորից է վերսկսում պատերազմ, ռևանշի է գնում, ինչի արդյունքում դարձյալ պարտվում է, երկրորդ անգամ է պարտվում ցարական Ռուսաստանին, այս անգամ արդեն կնքվում է Թուրքմենչայի պայմանագիրը, նույն Գյուլիստանի պայմանագրի դրույթներով մի քանի բան էլ ավելին, այսպես ասեմ։ Ու այսօրվա դրությամբ Վիտալի Բալասյանը երազում է Գյուլիստանի կամ Թուրքմենչայի պայմանագրերի մասին իմիջայլոց, ինչն է այստեղ զավեշտ է, ես երբ որ կարդացի, ծիծաղից մեռել է։ 2020-21 թվականներին ժողովուրդ ջան ձմռանը ես մի անգամ եթեր եմ արել ու ասել եմ սրանց երազանք, դեռ չէր եղել 21 թվականի ընտրությունները, ու ասել եմ սրանց երազանքն է, որպեսի վերադարձնեն ամեն բան Թուրքմենչայի պայմանագրին։ Սրանց երազանքն է դա։ Ես դրա մասին 2021 թվականներից ձմեռն եմ ասել դեռևս, ու եթե գտնեմ այդ եթերը անպայման այդ հատվածը տեղադրելու եմ տարեթիվն էլ նշեմ։ Ու այսօրվա այդ ժամանակ ես որ ասում եմ, իհարկե իմ կարծիքն էի դա հայտնում, որովհետև իրադարձությունները նայելով մենակ այդ կողմ էր տանում, հասկանում եք։ Բայց արի ու տես, որ իսկապես այսօր արդեն բառացի են դրա մասին ասում։ Մարդ, ով եղել է զինվորական, բարձրաստիճան զինվորական, երազում է Թուրքմենչայի ու Գյուլիստանի պայմանագրերի մասին, ու երազում է, որպեսզի դա իրականացնի Ռուսաստան կայսրությունը։ Հասկանում եք։ Բայց երբ որ ասում ենք, որ դուք հակապետական գործիչներ եք, ինչի՞ց եք խառնվում իրար, որովհետև Թուրքմենչայի ու Գյուլիստանի պայմանագրերը Հայաստան պետության մասին չեն, ոչ էլ Արցախ պետության մասին են, ոչ մի պետության մասին չեն, մի պետության մասին են, դա ցարական Ռուսաստանն է։ Բայց դա չի նշանակում, որ դուք հակապետական գործունեություն եք ծավալում, դա է նշանակում, բայց ուրիշ կասեք ինչ է նշանակում։ Ասենք, թե ես չգիտեմ, ձեզ չեմ սիրում, պախարակում եմ հիմա ձեզ, հարաբես դուք եք ախր այդպես ասում, դուք տեղիք չեք տալիս, որպեսզի ես անգամ եթե շատ ուզեմ պախարակեմ ձեզ։ Տեղիք չեք տալիս, դուք ամեն ինչ անում եք, որ երբ որ սկսում ենք տրամաբանորեն գնահատական տալ ձեր գործունեություններին ու խոսույթին, ստացվում է, որ վատ բան է ստացվում ու դուք դրանից նեղվում եք։ Մի նեղվեք, գնացեք երկու հատ գիրք կարդացեք, սկսեք սովորել։ Այսինքն տեսեք, մոտավորապես այսպես, ես նաև արցախցիների ուշադրությունն եմ ուզում այստեղ գրավել։ Հարգելի արցախցիներ, սրանք երբեք այդ որ ասում են, բա Արցախը մերն էր, հայկական, տեսեք որ խափում են։ Տեսեք որ երբեք Արցախը չի դիտարկվել Հայաստանի Հանրապետության կազմում։ Երբեք ոչ մի ժամանակներում, ոչ մեկի ժամանակ չի դիտարկվել Արցախը Հայաստանի կազմում։ Արցախը անգամ բանակցությունների արդյունքում դիտարկվել է Ադրբեջանի կազմում, դիտարկվել է միութենական պետության շրջանակներում, դե հիմա ինչ կարգավիճակում, որքանով էր դա, որքանով վատ, եթե հաշվի ենք առնում այսօր ինչ ունենք, բայց ամեն դեպքում կամ հաշվի բանը դիտարկվել է Ռուսաստանի կազմում, բայց երբեք չի դիտարկվել Հայաստանի կազմում, ու այս ուղղությամբ ոչ մի կան երբեք չէ, ով պիտի աներ, Վիտալի Բալասանյանը, թե Ռոբերտ Քոչարյանը։ Մենք նայեք նրանց բաները, ելույթները, ու ինձ ասեք, իրանք ինչը պիտի անեին։ Ինչը պիտի անեն։ Այսինքն ուրացել են առաջին Արցախյան պատերազմը զոհերին, մեր հերոսներին ու այդ հաղթանակը, որ պարգևել էին տղերքը մեզ բոլորիս, ինչի արդյունքում պիտի մեր դիվանագիտական բլոկը շատ լավ իրավիճակում կարող էր լուրջ պահանջներով լուրջ բանակցություններ սկսել վարել, հասկանում եք, ամեն ինչ արել են այդ տղերքը, ու սրանք ուրացել են դա, ինչով է սկսել Արցախյան շարժումը, սկսել է միացումով, վերջ, ժողովուրդը դուրս է եկել գոռալով միացում, պատերազմը սկսել է միացումով, այդ միացումը ում պիտի միաներ, մի հատ ինձ կասեք, Արցախը Հայաստանին, ճիշտ է, պատերազմի ընթացքում, եւ այդ միացումը ունեցել է իր իրավական հենքը, հիմքը, որտեղ նույնպես ձախողել են ու շատ հնարավոր է դիտավորյալ։ Այ առավել եւս Լևոն Տեր-Պետրոսյանը, ով մոռանում էր ԱՊՀ դեպոզիտարիա ուղարկել շատ կարեւորագույն փաստաթղթեր, մոռացել եմ ասում։ Ասենք դրա համար է պրեզիդենտ, մոռացել է մարդը։ Քնել է, մոռացել է։ Մի խոսքով։ Այս դրանով մեզ են վարակել։ Մենք ազնիվ մարդիկ, ժողովուրդ, քաղաքացիներ, ով ասում ենք, դավայց է, ոնց թե էս կողմ, մենք գնացել կռվել են, մեր հայրերը, մեր ավակ սերունդը, գնացել են, կռվել են,
կյանքի գնով մեզ հաղթանակ են պարգևել։ Բայց հաղթանակը հաղթանակ չի, եթե ինքը չի ամրագրվում դե յուրիդическի առումով, հա, իրավական բանով։ Ու այստեղ սկսում է բանակցությունները, բայց քո դիրքերը քանի որ լավն են, դուք լինում ես հրահանգողի դիրքում, դու ես լինում բանը նախաձեռնողի դիրքում, դուք ոնց այսօր Ալիևը ինչ ասես արես, չէ՞ արդեն։ Այդպես են հաղթում, այդպես են հաղթում։ Հիմա հետևից եկելա Քոչարյանը, հետևից եկելա ոչ մեկ երբեք չի խոսել միացումը կորել է արանքից։ Կորել է։ Եվ իհարկե հայտնի վիդեոներ կան, դուք տեսել եք ոնց են բանանում, թե Հայաստանն ու Արցախը նույնականացնել, նշանակումը չգիտեմ ինչ, այս կողմ են կողմ։ Ասում ես լավ, մի րոպե, կարող է այս մարդիկ կեսից զգացել են, որ միացումը վտանգի տակ կդնի Հայաստանի Հանրապետությանը ու որոշել են անկախացման ճանապարհով գնալ։ Կարա լինի։ Ոնց ուսումնասիրում ես, էլի անկախության մասով ոչ մի գործողություն չի արվել։ Եվ չէր էլ կարող արվել, հարգելիներս, որովհետև Արցախի Ադրբեջանի հայ-ադրբեջանական պատերազմը կառավարելի է եղել եւ կառավարվել է Կրեմլից, վերջ, մնացածը լոլոներ են։ Կառավարվել է այնպես, ինչպես անհրաժեշտ է եղել ցարական Ռուսաստանին։ Եվ կապ չունի, որ ինքը Ռուսաստանի Դաշնություն է կոչվում, Խորհրդային Միություն է կոչվել, ինչ է կոչվել, ինչ չի կոչվել։ Բայց սա կապ չունի։ Դեռ 90-ական թվականներից, 90-ականներից էլ առաջ, երբ որ արդեն Սովետական Միությունում շատ լավ պատկերացնում են, որ Սովետական Միությունը փլուզվում է, այսինքն որպեսի ցնցումներից հետ ցանկացած մեծ կայսրության փլուզում լուրջ ցնցումներ առաջացնում։ Ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում, հասկանում եք։ Եվ տարածաշրջան, որպեսի իրենք այդ ցնցումները կարողանան կառավարելի դարձնել, ինչ պիտի անեն։ Ասենք, տեսեք, նույն հրեական եւ նույն իմիջիալոց KGB-ական սխեման է դա։ Եթե դու ուզում ես երկուսի մեջ հայտնվես հեղինակության դիրքում, դու երկուսին պետքա կռվեցնես իրար։ Իհարկե հնարավորինս այնպես, որ դու բանից անտեղյակ ես իբր։ Երկուսին կռվածնում ես իրար հետ, դու հայտնվում ես հաշտեցնողի դիրքում եւ դառնում ես այդ երեքի միջի միակ հեղինակությունը դառնում ես դու։ Վերջ։ Այսինքն կարողանում ես վերականգնել ու կառավարելի դարձնել քեզ համար այն երկուսին։ Խոսքը միայն Հայաստան-Ադրբեջան թեմայի մասին չի, խոսքը ամբողջ Սովետական Միության տարածքներում բազմաթիվ հարցեր են եղել այդ դրանց մասին։ Արցախի պատերազմը սկսել է Ռուսաստանն է սկսել, ու վերջ, չկա ուրիշ բան։ Բայց քանի որ պիտի այս ամեն ինչը լիներ, դե կայսրություն չէր, եթե նախապես հաշվարկներ չաներ, հասկանում եք։ Եվ նախնական հաշվարկների մասով այստեղ ներդնում է իր ագենտուրային։ Իր ագենտուրայի ներկայացուցիչներն են եղել, թե Լևոնը Տեր-Պետրոսյան, թե մյուսը թե Զորի Բալայանի մասին ասենք արդեն ավելի օգտար խոսել։ Վերջ, մնացածը տեխնիկայացը, քեզ պետքա գնաս աշխարհում ես իմ ոնց են հանդիպես, գնա հանդիպի։ Պետքա, չգիտեմ, ինչ որ բանակցություններում ինչ որ առաջարկներ անես, դա ռադիբոկ, ինչ ուզում ես արա։ Բայց այն կարևոր ելակետային իրավիճակներում ինչ որ կասեմ, դու դա խելոք կանես։ Կարող է այդ 5 տարվա մեջ 3 հատ բան ասի։ Կամ կարող չասի էլ, նրանք ինքնուրույն հասկանում են, ինչքան ինչ կարող են անել, ինչքան ինչա իրենց թույլատրվում եւ ինչքան ինչ չի թույլատրվում։ Հասկանում եք։ Գումարած սրան, եթե ավելացնում ենք նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում մեր բոլոր պաշտպանության նախարարները գրեթե ունեցել են Ռուսաստանի Դաշնության անձնագրեր, հասկանում պաշտպանության անգամ սովորական միջին սպան, հա, ասենք չգիտեմ, լեյտենանտը թեկուզ լեյտենանտը, որ ցածր սպայական ազնագազմից է, հա, բանն է։ Անգամ լեյտենանտը չի կարող լինել այլ երկրի քաղաքացի, ուզում է ունենալ լինի Ռուսաստան, ինչ ուզում է լինի, հասկանում եք, չի կարող, անգամ այդ զվանիով մարդիկ Երբ որ Հայաստանի Հանրապետությունից դուրս են գալիս, հազարակ պրոտոկոլ է լրացում, թե ինչպես պիտի լինի, ինչպես պիտի գնան, ինչպես պիտի գան։ Այս մարդիկ եղել են այդ երկրի քաղաքացիներ։ Մեր արտգործնախարարությունը նույն իրավիճակում է եղել։ Մեր ԿԳՄՍ նախարարությունը նույն վիճակում է եղել։ Մեր առողջապահության նախարարությունը նույն վիճակում է եղել։ Բոլոր մեր ազգային անվտանգության ծառայությունը նույնն է եղել։ Մեր զինվորները, ԱԱԾ ծառայողները բոլորը անցել են ռուսական դպրոց։ Հիմա պատկերացեք հետևյալը, գնում եք ռուսական դպրոց, ուզում եք դառնալ, չգիտեմ, օֆիցեր։ Կապ չունի, ԱԱՑ-ում թե զինված ուժերում։ Գնում եք Ռուսաստանում բարձրագույնը սովորելու, որպեսզի այդ զբանին ստանաք։ Եթե դուք լավ եք սովորում, անպայման ձեզ միացած
ձեր կռուգի մեջ մարդիկ են հայտնվում, ու սկսում են քեզ վերբովկա անել։ Հասկանում եք, ուզես թե չուզես դու վերբովկա լինում ես, որովհետև քո նպատակները մեծ են։ Ոչ ոք քեզ ուղիղ չի ասում, այ որ կգնաս, քեզ զանգենք, ինչ կասես, քեզ կանես։ Ոչ, դա ստեղծվում է մեխանիկորեն արդեն։ Վերջ դու վերադարձար Հայաստան, իրենց ձեռքի տակ ես, ինչպես 20 կանան, այդպես կանեն։ Այ հենց այսպես կառավարել ու մինչև այսօր էլ, ճիշտ է, հիմա ահագին թուլացել է, ըստ էության այս կռիվները, այս ամեն ինչը դրա մասին է հենց, որ ռուսական ազդեցությունը գնալով թուլանում է, եւ նրանք մեծ թափ են տալիս ու փորձում են քաղաքացիներին գրավել իրենց կողմը։ Այս իմաստով հիմա ահագին թուլացել է ու ինչքան թուլանում է, այդքան մեր անկախության ցուցիչն է բարձրանում։ Այնքան աշխարհը, ասում եմ մի րոպե, Հայաստանի հետ կարող ենք աշխատել։ Ինքը Ռուսաստան չի։ Իսկ մինչև այդ աշխարհը մեզ հետ չի ցանկացել աշխատել։ Սա Ռուսաստանի բոստանն է, մեկը գնանք ընդեղի նախագահին, օրինակ, տեսնենք, ինչ ծրագրից խոսանք։ Ինչի մասին խոսենք։ Միևնույնն է, ինչ ծրագրից խոսենք, եթե կարևոր բան է, պիտի Դաբրոստանեն ստանալու է Կրեմլից։ Այդ ավելի լավ է մենք ուղիղ Կրեմլի հետ խոսենք, այդքան բան։ Այդքան բան։ Իմիջիայլոց, այս Ռոբերտ Քոչարյանը նստած իր ժամանակները գովալուց շատ է խոսում տնտեսությունից, չէ՞։ Խոսում է բանից, այս համարսամ էլ որ հանդիպել, ասում է, ձեր ժամանակ Ռուսաստանի հետ առևտուրը ավելի է մեծացել, քան իմ ժամանակ էր, ես ինչ եք բան, դուք չեք կարողանում անկախացնել տնտեսությունը։ Արա ես ինչեր է խոսում, որ լսում, ասես, կարող է գույք պարտքի դիմացի հետ այս մարդը իսկապես կապ չունի։ Իսկ դա նայեք, բանակ կլինի, իրավունքներ կլինեն, հաց ուտելուց սկսած ամեն ինչը կապ ունի պետության տնտեսությունից։ Ինչքանով է զարգացած պետության տնտեսությունը։ Տնտեսությունն է շարժիչ ուժը։ Օրինակ, պատերազմի ժամանակ պատերազմում ավելի թանկ է համարվում սնարյադը, քան զինվորի կյանքը։ Ամեն ծնողի համար իր զինվորի կյանքն է, չէ՞ թանկ։ Բայց պատերազմի դաշտում այլ կերպ է հաշվարկվում։ Զինվորի կյանքը ամենայժանն է։ Հասկանում եք, ավելի թանկ է, օրինակ, մեկ $10,000 սնարյադը, որը կարա գնա ընկնի մի հատ $30,000, չգիտեմ ինչի վրա։ Այդ դեպքում կստացվի, որ սնարյադը խոցես նշանակետը։ Բայց եթե $10,000 սնարյադը գնա ընկնի 10 հատ զինվորի վրա, 10-ին էլ սպանի, դա չի նշանակում, որ ինքը իր գործը բան արեց։ Այսինքն, այս ամեն ինչը իսկ ունենալ սնարյադներ, ունենալ զենքեր, դա տնտեսության հաշվին միայն կարող ես ունենալ։ Տնտեսության զարգացման հաշվին։ Եվ նաև դա է պատճառը, այո, որ հարկ վճարողը ինչ այսօր իրական Հայաստանում, այո, հերոսացվում է։ Հերոսացվում է ոչ թե որովհետև sense բերում հավասարացվում է բաներին, հուն հայրենիքի կյանքները նվիրած։ Ոչ, խոսքը դրա մասին չի։ Հասկանում, այլ նրա աշխատանքի արդյունքում է, որ Հայաստանի Հանրապետությունը կարողանում է թե զենքեր գնել, թե զենքի արտադրություն ստեղծել, որը երբեք չի եղել Քոչարյանի ժամանակներում։ Ասեմ ավելին, ոչ միայն չի եղել։ Քոչարյանը խոսում էր ինչ-որ բեսպիլոտիկներից, ասում է, հետո պարզ դարձավ, որ այդ բեսպիլոտիկները անհանգստություն են պատճառելու, ինչու դրա արտադրությունը ժամանակին չդրեցին։ Արա դա, որ ասում է Ռոբերտ Քոչարյանը, ինձ վերցումս գլուխս տարակում է, որովհետև ով գոնե ես տեղյակ եմ, որ դեռ 2002 թվականին, 2000-ից 2002 թվականներին, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանին, մեր բաները, համապատասխան մարդիկ, առաջարկել են մոդելը տարել ցույց են տվել բեսպիլոտնիկի ու ասել են սա կարող ենք արտադրել այստեղ։ Արդյունքում ոչ դա է արտադրվել, այդ զավոդն էլ որտեղ որ մի հատ ցեխ էր մնացել, որտեղ կարող էին արտադրել, այդ էլ քանդեցին, պատերի միջի արմատուրից հետ տարան ծախեցին։ Ոնց է, ելը այդպես բանա մնացել, դա ելը։ Ու սա ինչից է խոսում, ցնդում ես, լսում ես ինտերվյուն, ցնդում ես, եւ բնական է որ այն ջահելներն էլ էս ամիջից անտեղյակ։ Նստած ես զմայլված լսում են, չգիտես, ով հարցեր չունեն մեկ էլ հանգարց։ Լավ էլի։ Ու մյուս կողմից, այ հենց այս ջահելներն են, ովքեր որ պիտի համալրեն, նույն միջազգայնագետների դաշտը, նույն դիվանագիտական բլոկի դաշտը, նույն չգիտեմ, մասնագիտական տարբեր կառավարման ոլորտում տարբեր բաներ, այսպես պիտի համալրվեն, բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է կադրերի խնդիր ունենք, այ հենց սրա մասին է ասում, որովհետև համալսարանը ավարտում է ուսանողը չհասկանալով ինչն է ավարտել։ Չհասկանալով, ու մեր քաղաքացիներից կային մեր ընկերներից գրում ասում են, իսկ գուցե նրանց հնարավորություն չեն տվել հարց տալու։ Ու շատ հնարավոր է, բայց հենց երիտասարդ, եթե հենց երիտասարդը չի, որ պիտի պահանջի իր խոսքի ազատություն, բայց խոսքի ազատությունը ուրիշ ձև ոնց
բանի այն Արտուր Չախոյանի նման պիտի պահանջեն։ Բայց այդտեղ պիտի թե այդտեղ վախենում են պահանջեն, բայց այ որ քանի որ այն այս մյուս կողմից չեն վախենում, ապա կարող են վերանից եկած հայհոյանքը հնչեցնել։ Այսպես է ստացվում։ Տեսեք, Ջորջան, ամեն դեպքում ես մի քիչ կարճ կապեմ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում բնականաբար Ռուսաստանի Ռուսաստանը ուներ իր ներկայացուցիչը, ով կուրացիա էր անում ռուսական թևին։ Ու այնպես կարգավորում էր։ Այս կուրատորը FSB-ի մայորն ինչ է, նորմալ բան էլ չէր։ Եսի մինչել չէր, էլի։ Հիմա ոնց որ փոխվել է։ Ամենայն դեպս CVKM-ը հրապարակել էր, թե ով է հիմա ռուսական ազդեցության ներկայացուցիչների կուրացիայով զբաղվելու։ Ես վաղը հաղորդման ընթացքում կփորձեմ ներկայացնել այդ նյութը, հիմա ուղղակի ձեռքից տակ չի նոթբուքը, ես դրանց անուն ազգանուններն էլ անգիր չեմ կարողանում, ես առհասարակ անում նշելուց լավ չեմ, դա իմ թույլ կետներից մեկն է։ Մի խոսքով, ու սկսել են իրենց աշխատանքները, բարձ, ուրիշ ոչ մի բան չի, ընդամենը մարդիկ իրենց աշխատանքներն են սկսել, ու այս մարդիկ այդպես են պատկերացնում, մնացածը մեր դաշտում է։ Օրինակ այսօր մեր ընկերներից մեկը գրել էր, եթե գայլը գալիս է ոչխարի հոտից ոչխարա գողանում ուտում, այդտեղով է մեղավոր գայլը, ոչխարը թե հովիվը, ես պատասխանել եմ, որ ամենայն հավանականությամբ հովվաշուն է դրական իմաստով, որովհետև պահպանողը մեծ հաշվով ինքն է, հասկանում եք, ու ես այս իմաստով, դրական իմաստով կարծում եմ, որ մեր հասարակության մեջ այո հովաշան ֆունկցիա իրականացնող անձնավորություններ դեռ կան, ովքեր որ կարող են թե հովվին պաշտպանել, թե բանը հոտին պաշտպանել։ Ու առհասարակ հենց նման մարդկանցով էլ ընդհանուր առմամբ պետությունները կարողանում են ժամանակ առ ժամանակ առաջընթացներ գրանցել։ Իսկ այն ինչ որ տեղի է ունենում նաև նրա մասին է, որ արևմուտքը շատ լուրջ հայտարարություններ է անում Հայաստանի Հանրապետության, հա, Կիրիենկոն, ճիշտ է, Հայկը հենա անունը հնչեցես, Կիրիենկոն։ Հիմի տեսեք ոնց էին աշխատում, այդ նույն դոկն էլ Գռոուշնիկ, այն էլ էր դրանց այդ աղբյուրից օգտվում, չգիտեմ, Սերժն էր այդ աղբյուրից, խոսքով բոլորը, ով ռուսական տիրույթից են։ Իմիջայլոց ասեմ, որ կան նաև արևմտամետ թվացող թե ուժեր, թե կայքեր, որոնք որ նրա համար են, որ արևմուտքի փողերով ծառայեն Ռուսաստանի օգտին, այսպիսի բաներ էլ կան։ Իրենց աշխատելած ձևն է դա, դրա համար հիմի մարդիկ ասեն, բա ինչու չեն արգելում, չգիտեմ ինչ, մի անգամից ասեմ, որ տենց բանը ոչ ոք չի կարող արգելի, դա չկա տենց իրավական նորմ, ու չէր կարող լինել, ամեն երկրում էլ կան տարբեր ազդեցությունների ներկայացուցիչներ, նույն, ասենք, օրինակ, բոլորը գիտեն, որ նույն Թրամփը մի ամբողջ Միացյալ Նահանգների նախագահ ժամանակի Ռուսաստանում որմով կա եղել, բոլորը դա գիտեն։ Բայց կարողացել է Ամերիկայում շատ ճարտար լեզվով ինչ որ ազդեցությունների տիրույթ ստեղծի ու գա դառնա հասնի նախագահ։ Այսինքն դրա հետ պետք է սկսենք սովորել ապրել ընդհանուր առմամբ, հա, ավելի շատ քան բան անել, ինչ որ քառակուսիներ գծել, ուրեմն, ոչ։ Ու պետք է կարողանանք այդ ժամանակին հակազդել։ Հա, իմիջայլոց ես ուզում եմ մի հատ էլ վերադառնալ էլի Վահագի թեմային, ասեցի մեկը բաներ էր գրում, մի խոսքով ուզում եմ ճշտեմ որտեղա ծառայել, տենց էլ չասես որտեղա ծառայել, բայց ասեց ծառայել եմ։ Հիմի շատ լավ գիտեր, որովհետև երբ որ ասի որ թվերին է ծառայել, ես նրան երկրորդ հարցը տալու եմ, ինքը չէր կարողանալու պատասխանել այդ հարցին։ Հիմա այս իրավիճակում այսօրվա դրությամբ գուցե բանակում որոշ բաներ չկան, անունը դրել են դե կլուբնիկային, չգիտեմ ինչ եւ այլն, գիտեք ինչ, խորհուրդ կտամ դիտեք Անդրանիկ Քոչարյանի վերջին հարցազրույցը CVKM-ի հետ, խորհուրդ կտամ դիտեք, եւ բնականաբար նաեւ Անդրանիկ Քոչարյանի վրա է շատ մեծ արշավ գնում, որովհետեւ ինքը 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նախագահն է եւ սեպտեմբերի 27-ի հաջորդ բանի ժամանակ, նիստի ժամանակ, հաջորդող նիստի ժամանակ փակ քննարկման արդյունքում ներկայացնելու է արդյունքները, այսինքն
մի 3-4 ամսից մեծ հաշվով արդեն ամեն ինչ ներկայացված է լինելու։ Բնական է, այս ուղղությամբ պիտի հարվածեն։ Բնական է Արամ Սարգսյանից ուղղությամբ պիտի հարվածեն, որովհետև իրենց համար լուրջ մրցակից է ընդդիմադիր դաշտում եւ պիտի թաղապետերի վրա բան սարքեն։ Բնական է, որ բանում Գյումրիում ընտրությունները այս արդյունքը երբ որ գրանցեցին ռուսները պիտի այդտեղ ոգևորվեին, որովհետեւ իրենց էլ բաներ են զեկուցել, իրենք էլ նայում են, օ, իսկապես, բայց այդ դեպքում ինչու ծախս չանել։ Փաստորեն արժի ծախս անել, հասկանում եք։ Մեծ գումարները պատտվում, այդ մեծ գումարները մեզ հաշվով մեզ համար են մեծ գումար, իրենց համար դրանք կոպեկներ են, բայց այդ գումարները արժեն Հայաստանի Հանրապետությունը, այսինքն իրենք այդ գումարները որ ծախսում են, ոչ թե ծախսում են, որպես այստեղ ունենան իրենց ազդեցության ղեկավարներ, այլ ուզում են Հայաստանի Հանրապետությունը ունենան, այսքան բան։ Այսքան բան։ Ուրիշ երրորդ բան չկա։ Ու ասել թե իբր արևմուտքն էլ այստեղ գումարներ ծախսում, արևմուտքը այստեղ գումարներ չի ծախսում։ Ու եթե ինչ որ որոշ բաներ ծախսում, դրանց նպատակները խիստ տարբեր են, բացարձակ քաղաքական չէ, հասարակական բնույթի է։ Սա էլ ասեմ։ Մի խոսքով, համբերություն եմ մաղթում բոլորից, ժողովուրդ ջան, 5-րդ Շարասյան երկրորդ էշելոնն են կառուցում մարդիկ, մենք էլ մի քիչ աչալուրջ կլինենք, հարկ եղած դեպքում որոշ քայլերի մենք ինքներս էլ կգնանք։ Իմիջայլոց հայս էլ ասեմ, մի 2-3 շաբաթ առաջվանից արդեն տեղեկություններ ունենք, որ սկսվում են ոչ միայն sense շարժումները, այլ նաև որոշակի առաջադրանքներ են ստացել մարդիկ, ովքեր մի քիչ հանրային են, որ խուլիգանություններ անելու եւ նրանց խոստացվել է, որ իրավաբանական աջակցություն անվճար անպայման կստանան։ Հա, դե նաև այլ բաներ երևի թե նույնպես։ Նենց որ այս ամեն ինչը նախորդ տեղյակ, նախապես տեղեկացված են եղել, ես պիտի խնդրեմ ժողովուրդ ջան, լինեք մաքսիմում զգոն, սառը դատեք, չտրվեք զգացմունքների, որովհետև հավատացեք, հենց ձեր զգացմունքայնությունն են օգտագործելու ձեր դեմ, մեր բոլորիս դեմ, իմ դեմ, հասկանում եք, մեր բոլորի զգացմունքայնությունը։ Առհասարակ մարտավարությունները այդպիսին են, եթե ինչ-որ մեկի այդ մարտավարական գործընթաց պիտի ստեղծես, նախ եւ առաջ ռազվետկա ես անում, ուսումնասիրում ես թույլ ու ուժեղ կողմերը, դնում ես թղթին ու սկսում ես դրա վրա աշխատել։ Հիմա այս մարդիկ շատ լավ գիտեն, հա, ժողովուրդը, տակարին ժողովուրդը, զգացմունքային ժողովուրդը, բաց այսօրվա դրությամբ էլ բաց բաների մեջ, այսինքն վերքերը դեռ չեն լավացել եւ այլն, գումարած դրան ունեն հսկայական ներուժ առայժմ Հայաստանի Հանրապետությունում, իսկ ինչու դա չկիրառել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ձեռքից չթռնի, չփախնի։ Ու հենց այդպես էլ անում են։ Իրենց գործն են անում։ Հիմա եթե մենք ցանկանում ենք դիմակայել, այդ դիմակայելը պարտադիր չի լինի հայոյանքներով, անեծներով, չգիտեմ, կոպիտ խոսքով եւ այլն։ Ընդամենը կարելի է շատ հանգիստ ձևով բան անել, բանի տեղ չդնել կամ բլոկել գնա, այսքան բան։ Եվ ցույց տալ, որ այդ զգացմունքայնության տիրույթ չեք ընկնում։ Եթե չընկնեք, իրանք մանտրաշ են մնալու, չեն հասկանալու ինչ անեն։ Մոտավորապես այսպես, ժողովուրդ ջան։ Ամեն ինչ լավ է լինելու, չվախենաք, վաղը մյուս եթերներին արդեն կփորձեմ ձեռքից տակ ունենալ իմ նոթբուքը, որպեսզի այն ինչ որ ասում եմ, նաև հիմնավորած որոշակի նյութերով ընթերցելով ձեզ համար այս ամեն ինչը ցուցադրեմ։ Դեր զգուշ մնա գներջան, շնորհակալություն Գայա ջան անհանգստանալու համար, բայց կարծում եմ առայժմ գոնե անհանգստանալու առիթ դեռևս չկա, չգիտեմ, մնացածը ոնց կդասավորվի։ Բայց եզրափակիչ խոսք որպես ասեմ հետևյալը։ Այս ամեն ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մինչև հիմա իրավական դաշտի իրավական ոլորտի չարացների արգասիքն է, ու այս ամեն ինչի համար պատասխանա այդ ոլորտի ցանկացած ներկայացուցիչ։ Ու դուք անպայման պատասխան տալու եք, անպայման եք տալու։ Այ հենա, տեսանք, չէ՞, մի դատավորին, որ բան արեցին, կալանավորեցին։ Այ լակոտի նման էր իրան պահում, տեսակ, չէ՞։ Այ այտենց դատավորը մարդկանց ճակատագրեր է վճռել։
Այդտենց դատավորը կամ դատավորները ու սրանք դուրս են եկել այսօրվա դատաիրավական համակարգից են խոսում ու իրանք դրած լինելով այդտենց շիզոֆրենիկ գողաբոզական կներեք այս բառից համար բարկերով օծված երևույթների եւ ես ունեմ իշխանություններից պահանջ մի հատ ցմահ դատապարտվածների գործերը վերանայեք որովհետեւ կարծես թե այնտեղ մարդիկ կան ովքեր որ Գախներին սարկած տես ցամահ նստած են։ Լավ եք ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ, այսպես կլինի։ Բարի գիշեր։